Լուսավոր Հայաստանը այսօր մեկնարկում է իր պաշտոնական գործունեությունը, մարտահրավեր ենք նետելու բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են, որ Հայաստանում եվրոպական մոդելի պետություն ձևավորվի։ Եվրոպական մոդելի պետությունը դա այն պետությունն է, որտեղ կան հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմներ, որտեղ իշխանության մի ճյուղը չի դառնում անվերահսկելի, իսկ մյուս ճյուղերը ուղղակի կծված եւ խղճուկ վիճակում հայտնված։ Սա է եվրոպական մոդելի պետությունը, ովքեր դեմ են, որ Հայաստանում լինի հակամենաշնորհային քաղաքականություն, ովքեր դեմ են, որ տնտեսությունը Հայաստանում զարգանա, ովքեր դեմ են, որ կոռուպցիան կրճատվի, ովքեր դեմ են, որ կաշառակերությունը վերանա, ովքեր ամեն օրյա իրենց կոռուպցիայով, հովանավորչությամբ, կաշառակերությամբ վտանգում են նույն Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը։ Ամեն օր, եթե մի պաշտոնատար անձ բուհերից սկսած մինչև ամենաբարձր մակարդակ հովանավորչություն է իրականացնում, կաշառակերությամբ է զբաղված, կոռուպցիայի մեջ է թաթախված, նա վտանգում է համահայկական խնդիրների լուծումը։ Երբ որ մարդկանց ցեղու սպիտակի են պետության մեջ բաժանում, ասում, այ դուք այս բանը ասացիք, դուք դավաճան եք, մենք սրբերն ենք, մենք շատ լավն ենք, իսկ դուք դավաճաններ եք։ Մենք գտնում ենք, որ դավաճանները պետք չէ նախ փնտրել մեր մեջ Հայաստանի Հանրապետությունում, բայց եթե նման դեբատ բացվի, մեզ համար դավաճանը ամենօրյա կաշառակերն է, որը վտանգում է Հայաստանի արդիականացումը, որը չունի ոչ երազանք, ոչ տեսլական, որը չգիտի ինչի համար այս պետությունը, որը չի հասկանում այս պետության առաքելությունը։ Մենք գտնում ենք, որ մեր պապերի վերջին 700 տարիների երազանքը ի կատար է ածված։ Մենք հպարտ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետություն, հպարտ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք եւ չենք գտնում, որ հայկական կապույտ անձնագիրը փոխելով մեկ այլ պետության այլ գույնի անձնագրով որևէ մեկը կարող է արդարացնել իր արածը, կամ որևէ մեկը կարող է հպարտանալ դրանով։ Սա այն երևույթն է, որ այսօր ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետությունը տեղի է ունենում։ Ամենօրյա ռեժիմով։ Եվ հետո դրա հետ կապված որևէ արդարացում մենք չենք ունենալու։ Եվ շատ ուշ է լինելու։ Մյուս մեր տեսլականների մասին խոսեն նախաձեռնող խմբի իմ գործընկերները եւ ես գտնում եմ, որ մենք շատ անելիքներ ունենք եւ մեր ուժը, մեր խոսքի, մեր տեսլականի, մեր երազանքների, մեր արժեքների տարածման մեջ է։ Իմ խնդրանքն է ձեզ, որ ամենօրյա ռեժիմով այդ ամենը բազմապատկեք, հազարներ դարձնեք, փոխանցեք մյուսներին, բացատրական ամենօրյա աշխատանքով մենք կարող ենք հասնել նրան, որ մարդիկ կպատկերացնեն, թե ինչ պետության մասին ենք խոսում մենք, թե ինչպիսի երազանք մենք ունենք, որի իրացումից է կախված առաջին երկու երազանքների պահպանումը։ Շնորհակալություն, Աստված պահապան բոլորիս եւ Հայաստանի Հանրապետությունը։